Ինչպես եւ խոստացել ենք, այսօր մեր եթերը հագեցած է լինելու ամենատարբեր թեմաներով եւ եթե կհիշեք, եթերի սկզբում Դավիթը ասաց, որ նաեւ խոսելու ենք մեր հյուրերի հետ պարարվեստի մասին եւ այժմ մեր հյուրը տաղավարում է, փորձենք հասկանալ, թե ինչպես, ինչով եւ երբ եւ որտեղ է զբաղվում եւ մասնավորապես պարարվեստի մասին բոլոր գաղտնիքներին փորձենք հնարավորինս ծանոթանալ։ Մեր հյուրն է պրոֆեսիոնալ պարող Արգադի Բեյբությանը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Սիրով սկսենք, երևի թե սկզբից առհասարակ, խնդրում եմ պատմիր մեզ քո կարիերայի մասին, ինչպես այն սկսվեց եւ սկսվել է Հայաստանում, ինչ ժամանակ տեղափոխվել է։ Սկսվեց, երբ որ ես 3 տարեկան էի ու ծնողներս որոշեցին, որ պետք է զբաղվեմ պարարվեստով։ Հիմա շատ շնորհակալ եմ այն ժամանակ չի հասկանում, բայց ընդունեցի Տարոն գեղագիտական անվան դպրոցը հարավարևմտյան թաղամասում։ Սկսվեց այդտեղից հայկական ազգագրական պարեր, դասական պարեր, հետո ծավալվեց ավելի եվրոպական ու լատինա ամերիկյան պարերը։ Ընդունեցի Խաչատրո Աբովյանի համալպետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը, ավարտեցի Այդպես մեկնեցիք Ամերիկա։ Իսկ պարարվեստը ձեզ տարավ Ամերիկա, թե կյանքի բերումով հայտնվեցիք եւ պարզապես շարունակեցիք զբաղվել այն ամենով, ինչով որ մինչ այդ։ Եվ այնտեղ կային ծանոթներ, որ միշտ լսում էի, հետևում էի իրանց պարարվեստի գործին ու տարբեր էր շատ հետաքրքրեց։ Այդպես փորձը տարավ դրան։ Մենք գիտենք, որ հիմա այնտեղ ունեք դպրոց եւ հետաքրքիր է ինչ ուղղվածություն այն ունի, որովհետեւ սովորաբար երբ մենք լսում ենք, որ Ամերիկայում մեր հայրենակիցներ ունեն բարի դպրոց, այն միանշանակ միտված է համայնքում։ Այո, համայնքում հայերի ազգային ոգին բարձր պահելու, մշակույթին այսպես բարբերաբար եւ ծանոթացնելու եւ մոտեցնելու համար ինչ ուղղվածություն ունի ձեր պարարվեստի դպրոցը։ Ցավոք սրտի իմ հայկական դպրոց չի, որովհետև ես մի քիչ հեռու եմ ավելի շատ հայկական համայնքից, ավելի շատ իրանք սպորտային պարեր, եվրոպական պարերի ուղղվածություն ունեն։ Իսկ ինչպիսին է առհասարակ ոլորտը պարային երբ համեմատում ես, քանի որ փորձ ես ունեցել նաև աշխատել այստեղ եւ հիմա արդեն փորձ ունես այնտեղ դասավանդել, այնտեղ աշխատելու, որոնք են հիմնական տարբերությունները, որոնք են առավելությունները կամ գուցե բացասական կողմերը։ Տարբերությունը շատ մեծ է, որովհետև Հայաստանում հիմնականում երեխաներ են միշտ պարողները, ու որպես պարուսույց մենք չունենք հնարավորություն իրանց հետ բեմում լինելու կամ պարելու, իսկ այնտեղ հիմնականում միջին տարիք ու ավելի բարձր մարդիկ են, ովքեր սովորաբար զբաղվում են պարերով, ու մրցումների ժամանակ ես հենց իրանց զույգն եմ, մենք միասին ենք պարում, շատ անընդհատ ինքը քեզ պահում է ոնց որ պարարվեստի մեջ ու շատ տարբեր է, համ պահում ես քո պրոֆեսիոնալ պարային այդ տվյալները, ոչ թե միայն որպես դասատու, այլ որպես նաև պարող, շատ տարբեր է։ Ինչպես նկատեցինք, խոսքը պրոֆեսիոնալ պարի մասին չէ, այլ սիրողական այն մարդկանց համար, ովքեր որ կյանքի ինչ-որ փուլում երազել են պարով զբաղվելու մասին, չի հաջողվել, բայց որոշել են որոշակի տարիքում այդ բացը լրացնել։ Հա, բարձրաձակ պրոֆեսիոնալ պարողներ չեն, եկել են, որ շատ պարիր թե կարող ես կամ երբ արում են աստղերը ինքը շատ մեծ նշանակություն ունեցավ, ինձ թվում է, որ մարդիկ ցանկանան պարեն։ Ունենք շատ մարդիկ, որ գալիս են, որտեղ տեսել են ինչ-որ պարային համարներ, ուզում են սովորեն, ունենք, որ մարդիկ գալիս են առաջին հանդիպման, որպես պարի դաս, շատ տարբեր է այնտեղ կյանքը, ինձ թվում է լավ է, որովհետև կապող օղակը համ երաժշտությանը, համ արվեստին, ես շատ կցանկանայի, որ մենք ունենանք երևի հուսամ մի օր Հայաստանում, որ մարդիկ իրենց առօրյա կյանքից կարող են կտրվել ու զբաղվեն, շարժվեն, պարեն Այդ գաղափարով քանի եկել եք Հայաստան, կարող է պետք է զարգացնել, որովհետև կան իրականում սիրողական իհարկե խմբակներ, չգիտեմ որքանով են դրանք տարածված մեզ մոտ, բայց կան։ Բայց կա։ Ես ունեմ ընկերներ, որոնք մի մասը նախընտրում է չգիտես ինչու կավագործությամբ զբաղվել, մյուսը պարի շատ տարբեր են, շատ տարբեր են։ Շատ նույնը, բայց իրականում իմ դեպքում էլ ընկերներս կավագործության խմբակների կամ պարերի։ Տեսնում ես։ Գուցե մենք էլ պիտի այդ ամեն ինչը փորձենք, բայց լավ, պետք է նաև խոսենք մրցույթներից, պրոֆեսիոնալ մրցույթներից, տեսանք կադրեր, հետաքրքիր է դրանք հենց պրոֆեսիոնալ մրցույթներ են, թե սիրողական պարով զբաղողների համար։ Դրանք հենց իմ աշակերտներն են, ովքեր գալիս են պարի, բայց ունենք այնտեղ տարեկան համերգներ
մրցումներ Ամերիկայում եւ Ամերիկայից դուրս, հուսով եմ, որ մի օր կհանդիպենք նաեւ Հայաստանում։ Ամերիկյան պարավոճը ինքը հիմա շատ ծավալուն է ու դուրս է գալիս Ամերիկայից, հիմա ունենք Չինաստանում, Ռուսաստանում, հուսով եմ, որ Եվրոպան շուտով նաեւ կհյուրընկալի մեր այդ պարային ոճը, մենք կգանք Հայաստան։ Կամ ապագայում գուցե եւ կազմակերպենք մի բան, որ մենք գուցե միջազգային մրցույթ հենց Հայաստանում չէ։ Ինչու՞ ոչ։ Արկադի, իսկ ինչպես եղավ որոշումը հենց այսպիսի ֆորմատով դպրոց բացելու եւ հենց այս տարբերակի եւ ոչ թե օրինակ, չգիտեմ, պրոֆեսիոնալ լատինո պարերի դասավանդման կամ ինչպես անում են մեր հայրենակիցները հայկական պարարվեստի ծանոթության, ինչու հենց այս թիրախը ընտրեցիք։ Գիտեք, Բոստոնը ինքը մի քիչ ավելի պատմական երկիր է, ինձ թվում է, այնտեղ այդքան ջահել մասա չունենք, ավելի շատ տարիքով մարդիկ են, որ ապրում են Բոստոնում, հնարավոր չէր ունենալ խմբակ, որի ես կարող եմ հիմնվել փոքր, ասենք, խմբակային դասերի վրա, որովհետև ֆինանսապես դա ձեռնատու չէր եւ չկար քանակ։ Իսկ ինձ թվում է, որ պարվեստը այդքան էժան հոբի չի, այնտեղ ու ամեն մարդ չի կարող, որ իրեն թույլ տա պարել։ Հիմնականում մենք դասավանդում ենք անհատական պարեր, քան խմբակային, ու քանի որ ճշտեցի, ես հեռու եմ հայկական համայնքից, չկարողացա, երբ որ ես նոր էի տեղափոխվել Բոստոն, փորձեցի հայկական, կարետ կարոտը, ընդամենը ունեցա 6 երեխա, մոտակա 3 ամիսը, ու ինքը մի քիչ բարդ է, մանավանդ որ նոր ես գնում, պետք է հասկանաս ապրելու միջոցները եւ այլն։ Այս հարթակը շատ պատական եղավ, ճիշտն ասած, ինչ որ տենց մտավոր բաներ չունեի, պարզապես ստացվեց, աշխատեցի ինչ որ մի պարային ստուդիայում որպես դասատու, հասկացա, որ իմն է, սիրում եմ, տարբերաշատ, հետո գիտես, երբ որ տեսնում ես տարբերությունը, մարդիկ երբ սկսում են, հետո ընթացքում ոնց է զարգանում այդ ամենը, որպես պարի դասատու, թե որպես իրանց զուգընկեր, ոգեշնչող է շատ, մանավանդ տարիքը ու այդ ամեն ինչը, ինձ թվում է, որ եկավ մի բան, որ ես հասկացա, որ ինքը իրոք շատ տարբեր ու հաճելի պարավոճ է, ինչքան ուզում եմ, որ հայկականը, բայց հուսանք մի օր էլ կլինի։ Իսկ հիմա երբ մտովի արդեն վստահ եմ համեմատականներ ես անցկացնում, ինչպիսին է ոլորտը այնտեղ եւ ինչպիսին է ոլորտը մեզ մոտ, ինչ տարբերություններ ես նկատում եւ ինչ ես կարծում, ինչ կարող է փոխվել մեզ մոտ կամ գուցե ինչ-որ բան կա մեզ մոտ, որ այնտեղ կարող ես կիրառել։ Գիտեք, ես վաղուց Հայաստանում, չգիտեմ թե ինչա կատարում պարվեստի այդ ասպարեզում, բայց գիտեմ, որ շատ ժամանակ նույնն է, ունենք խմբակներ երեխաների ու համերգներ, մրցումներ, ես շատ կուզեի փոխեի այն, որ մենք կարողանայինք որպես նաև բարի դասատու բարել հենց մրցումների ժամանակ մեր աշակերտների հետ։ Ինձ թվում է, որտեղ գալիս է մի տարիք, որ մենք էլ չենք մասնակցում, չէ, ուղղակի ունում ենք որպես պարուսույց ու տեխնիկապես ինչքան էլ որ զարգացած լինի ժամանակին, ինքը քեզ կամաց հետ է պահում, իսկ այս պարագայում դու համ դասավանդում ես, համ պարում ես, անընդհատ շարժման մեջ ես։ Հուսամ, որ այդ կփոխվի մի օր։ Ես վստահ եմ, որ այս հարցը նաև մեր հեռուստադիտողին է հիմա հետաքրքրում, իսկ ինչ առիթով եք հիմա Հայաստանում այնտեղ դպրոցը հիմնելուց, կայացնելուց հետո այս պահին Հայաստանում եք եւ արդյոք կան միտումներ, ոչ գուցե հիմա կամ ապագայում։ Ապագայում միշտ եղել է, հենց սկզբից անկախ ամեն ինչից ես ունեցել եմ ժամանակին այստեղ բարի խմբակներ, երբ որ Հայաստանում էի ապրում, հիմա կարոտում եմ Հայաստանը, փորձում եմ մոմենտալի կոնե գալ ինչ-որ կապող մի օղակ, բայց կան ինչ-որ փոքր պլաններ, որ հուսանք ամերիկյան բարավոճի այդ, որ ասացի ձեզ, տեղափոխել Հայաստան հիմա, տեսնենք, հուսանք շուտով։ Մենք էլ ենք հուսով, որ կվերադառնաս երկարաժամկետ նաև ինչ-որ մի պահ արդեն Հայաստան, այստեղ եւս քո գործունեությունը կծավալես, մեզ էլ մնում է միայն հաջողություն մաղթել բոլոր այն նախագծերին, որոնք իրականացնում ես այնտեղ եւ ինչպես ասացի, հուսանք, որ մի օր նաև Հայաստանում էլի առիթ կունենանք այստեղ հանդիպել եւ զրուցելու քեզ հետ արդեն հայկական նախագծերով։ Շատ ուրախ ենք հանդիպման եւ զրույցի համար, հաջողություն ենք մաղթում հետագայի համար եւս, իսկ մենք շարունակում ենք եթերը եւ շարունակում երաժշտությամբ։